Նինոցմինդա քաղաքի սրտում արդեն 10 տարի իր անփոխարինելի տեղն ունի Խանոյանների ընտանիքին պատկանող հացի արտադրամասը, համեղ և բուրումնավետ լավաշի փուռը։ Այս սիրով և նվիրումով կառուցված ընտանեկան բիզնեսի հիմքերը դրել է Խանոյան ընտանիքի հայրը, իր անսասան ջանքերով և խիզախությամբ։ Նրա տեսլականն ու աշխատասիրությունը դարձան այն ամուր հիմքը, որի շնորհիվ տարիների ընթացքում արտադրամասը ոչ միայն պահպանել է իր գործունեությունը, այլև շարունակաբար զարգացել և ընդլայնվել է։ 2024 թվականին տեղեկանալով Հեքսեպեր ընկերության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրին, խանոյանները ևս որոշեցին փորձել իրենց ուժերը։ Տեղեկացնենք, որ 2022 թվականից Սամցխե-Ջավախեթում իրականացվում է հասարակության հնարավորությունների ընդլայնում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում հավասար համակողմանի մասնակցության համար նախագիծը։ Ծրագիրն իրականացվում է Հեքսեպեր Ջորջիա կազմակերպության կողմից, Սամցխե-Ջավախեթի գործընկերոջ Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոնի կազմակերպության աջակցությամբ և եվրոպական ընտրության ֆինանսական աջակցությամբ։ Խանոյանների ներկայացրած հայտը արժանացավ հավանության, և շնորհիվ այդ ծրագրի արտադրամասը հարստացավ նոր, ժամանակակից սարքավորումներով, էլեկտրական գրտնակով և նոր վառարանով։ Այս ներդրումները էականորեն նպաստեցին արտադրության արդյունավետության բարձրացմանը, բացելով նոր հորիզոններ բիզնեսի հետագա աճի համար։ Խանոյանների հացի փռում ամենառավոտ աշխատանքը սկսվում է շնչովլի եռանդով և ջերմ մթնոլորտով։ Արտադրամասում մշտապես եռում է աշխատանքը, ջանասիրաբար աշխատում են 4 հմուտ աշխատակիցներ և 1 վարորդ։ Այս 5 անձինք ոչ միայն ապահովում են իրենց ընտանիքների բարեկեցությունը, այլև պատվով ծառայում են համայնքին, մատակարարելով ամենօրյա թարմ, բուրումնավետ և որակյալ լավաշ։ Լավաշ եփելու մեջ արդեն ունենք 10 տարվա փորձ, ունենք 4 աշխատող։ Ես և ամուսինս նույնպես ընդգրկված ենք այս աշխատանքային գործի մեջ։ 24 թվականից շահել ենք Հեքսեպերի գրանտային ծրագրով 10,000 եվրո, որով ձեռք ենք բերել թունելային վառարան և գրդնակ։ Մենք մեր լավաշը առաքում ենք քաղաքում, քաղաքից դուրս ուղարկում ենք Թիֆլիս, Բաթում, առաքում ենք տարբեր սննդի կետերում։ Օրական մենք եփում ենք մի մեշոք ու կես, լինում են պատվերներ, պատվերների դեպքում արդեն շատանում է հացի եփելու բանը։ Ունենք 4 աշխատող, ապահովել ենք 4 աշխատանքային տեղեր մարդկանց, նաև մեր վարորդը, ինչու՞ չէ, վարորդն էլ աշխատանքի մեջ է, ունենք վարորդ։ Մենք պատրաստում ենք բարձրորակ լավ ալյուրից, մեր լավաշը շատ համեղ է, բոլոր տեղերը ուղարկած տեղերից շատ գոհ են մեր լավաշից, համից, որակից։ Բիզնես պլան ենք գրել, շատերը չեն հավատում այս ծրագրին, բայց մենք շահել ենք, բիզնես պլանը գրել է, շահել ենք այս գրանտը, վերցրել ենք այդ 10,000 եվրոն, վերցրել ենք մեր վառարանը, շատ լավ արդարացնում է մեր աշխատանքը, փոխվել է, հացի որակն է փոխվել, նորմալացել է, առաջ այդքան էլ լավը չէր մեր բանը, վառարանը։ Մի ծրագրով շահեցինք, նորմալ է, բոլորն է գոհ են մեր որակից լավաշին։ Եթե ծրագիրներ լինեն, նորից կարող ենք մասնակցել, ավելի ընդլայնելու, ավելի մեծ, ինչու՞ չէ, ուրիշ բաներ թխելու մեջ, խմորեղեններ, տարբեր բաներ պատրաստելու մեջ, էլի եթե ունենան ծրագիր, մենք էլի կմասնակցենք այս ծրագրին։ Շատ գոհ ենք, խորհուրդ եմ տալիս բոլորն էլ կարող են մասնակցել այս ծրագրին, մարդիկ օգնում են, տալիս են, անվճար տալիս են, մենք օգտվել ենք այդ ծրագրից, շատ գոհ ենք։ Խանոյանների ընտանեկան բիզնեսը տարեց տարի ընդլայնվել է, պահելով նույն սիրով և նվիրումով ստեղծված սկզբունքները։ Փռից ոչ հեռու գործում է նաև նրանց երկրորդ արտադրամասը, որտեղ թխում են ամենօրյա թարմ հաց, բուլկի, խաչապուրի, վաճառում լավաշ։ Նրանց պատրաստած լավաշը վաղուց հատել է Նինոցմինդայի սահմանները, հասնելով մինչև Թբիլիսիի և Բաթումիի բազմաթիվ խանութներ։ Յուրաքանչյուր լավաշի մեջ զգացվում է ձեռքի ջերմությունը, փորձի ուժը և ընտանիքի սերն այդ արհեստի հանդեպ։ Սա ոչ միայն հաց է, այլ պատմություն, տապակված յուրաքանչյուր թերթիկի մեջ։